պլատֆորմի համանախագահ, Իրավունքի Եվրոպա հասարակական կազմակերպության ղեկավար Լուսինե Հակոբյանին։ Այժմ սիրով բեմ եմ հրավիրում Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին։ Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան նորին գերազանցություն Վասիլիս Մարագոսին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան նորին գերազանցություն Տիկին Քրիստինա Քվիենին։ Հարգարժան պարոն վարչապետ, ձեր գերազանցություն դեսպան Մարագոս, ձեր գերազանցություն դեսպան Քվիեն, հարգելի ներկաներ, հյուրեր, ուզում եմ խոսքը սկսել շնորհավորելով բոլորիդ անցած տոների կապակցությամբ եւ մաղթել բոլորիս արգասաբեր տարի ի բարօրություն Հայաստանի Հանրապետության եւ ձեր ժողովուրդների եւ ի խաղաղություն աշխարհի։ Երկրորդ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ստեփա Սաֆարյանին եւ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտին այս կարևոր քննարկումը նախաձեռնելու եւ ինձ այս մոդերացիան վստահելու համար, ինչը ինձ համար մեծ պատիվ է, եւ անցնել տուն թեմային։ Մեր այս նիստի խորագիրն է դիվերսիֆիկացիան, դիմակայունությունը, ապաշրջափակման նորաբաց հնարավորություններն ու մարտահրավերները, ամփոփելով 2025 թվականը եւ քարտեզագրելով 2026-ը։ Նախորդ տարին նշանավորվեց Հայաստան-ԱՄՆ եւ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում լուրջ առաջընթացի մասին վկայող քայլերով, որոնք ուղղված էին Հայաստանի Հանրապետության եւ մեր տարածաշրջանի բարեկեցությանը եւ խաղաղությանը։ Նշեց արդեն Ստեփա Սաֆարյանը, որ օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի գագաթաժողովի ընթացքում նախաստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, ինչպես նաեւ կնքվեցին 3 փոխըմբռնման հուշագրեր Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, Եվրոպական միության հետ եւս լուրջ առաջընթաց արձանագրվեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից ԵՄ-ի անդամակցության մեկնարկի մասին, գործընթացի մասին օրենքի ընդունումից հետո տեղի ունեցավ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հանձնումը շատերի գնահատմամբ ռեկորդային արագությամբ։ Դեկտեմբերի 8-ին ընդունվեց Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական նոր օրակարգը, շատ կարևոր, եւ կարծում եմ, որ մեզ համար լավ հնարավորություն է այս զարգացումների մասին խոսելու եւ քարտեզագրելու մեր այս տարվա անելիքները։ Եվ սիրով այժմ ուզում եմ խոսքը փոխանցել Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ խնդրել ներկայացնել այս համատեքստում 2025 թվականի զարգացումների ձեր գնահատականը, պարոն վարչապետ, խնդրեմ։ Շնորհակալ եմ շատ, նորին գերազանցություն դեսպաններ, հարգելի ներկաներ, հարգելի պարոն Սաֆարյան, Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Գիտեք, շատ կարևոր է, որ 2025 թվականի իրադարձությունները ամփոփելիս մենք չենք կարող դրանք վերցնել անջատ, եւ դա լավ է, որովհետեւ իրենք process-ի օրգանական շարունակության մաս են եւ թերևս 2025 թվականի վերջին մեզ կամ 26 թվականի սկզբին մենք հասկանալիորեն ունենք այն տպավորությունը, որ 25 թվականին կուլմինացիան է տեղի ունեցել եւ դա դրական կուլմինացիա է, բայց իրականում process-ները ցույց են տալիս, որ դրական կուլմինացիաները դեռ առջևում են եւ այս առումով ես 2025 թվական չի առանձնացնի, չնայած ես ինքս էլ ամանորյա ուղերձում առանձնացրել եմ, որովհետև ուղերձը 25 թվականի մասին էր,
եւ բայց մյուս կողմից նույնիսկ այնտեղ ես ասացի, որ 24 թվականի իրադարձությունները 25 թվականի իրադարձությունը հիմա արդեն 26 թվականի իրադարձությունների մասին կարող ենք խոսել, առավել եւս հիմա ես այսօր առավոտյան արդեն առիթ ունեցա շնորհավորել հայաստանցիներին 3 արտաքին գործերի նախարարի եւ պետքարտուղարի հանդիպման արդյունքներով Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից տարածված հայտարարության առիթով, որը TRIP նախագծի իրագործման շրջանակի մասին է, բայց ես ընդհանուր առմամբ ուզում եմ բոլորիս շնորհավորել եւ մեր տարածաշրջանին շնորհավորել եւ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի եւ խաղաղության ինստիտուցիոնալացման բոլոր կողմնակիցներին շնորհավորել, որովհետեւ տեսեք մենք պարոն Սաֆարյանը իր խոսքի մեջ նշեց հիմա ճիշտն ասած այդպիսի նախադասությունները նախկինում շատ սովորական էին հնչում ականջս հիմա ծակում են այս վերջերս էլ կարծեմ միտեղ հանդիպման էինք խոսացողներից մեկը ասեց այս օրհասական ժամանակներում ասի կներեք այս ժամանակները ինչի են օրհասական կարակ բացատրեք ինչ որ բան բացեմ թողել եւ պարոն Սաֆարյանն էլ ասաց վտանգների մարտահրավերների մասին խոսեց ես ուզում եմ ասել որ Հայաստանի շուրջ իրավիճակը ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ավելի կայուն չի եղել իր գոյության ողջ ընթացքում Հայաստանին սպառնացող վտանգները 2026 թվականի հունվարի 14-ի առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ ուրեմն Հայաստանը երբեք ավելի պակաս սպառնալի առավել անվտանգ առավել կայուն միջավայրում չի եղել ես սա ուզում եմ արձանագրել եւ իհարկե սրանում դեր ունեն այն բոլոր process-ները, որ տեղի են ունեցել եւ նաեւ գիշերը տարածված մեր ժամով գիշերը այնտեղ կեսօրին է տեղի ունեցել ամեն ինչ եւ ամբողջությամբ միջավայրը փոխում են ես ուզում եմ նաեւ Միացյալ Նահանգներին շնորհավորել Եվրամիությանը շնորհավորել որովհետեւ այս ամեն ինչ շատ մեծ հնարավորություններ է բացում մեր տարածաշրջանին արդեն ասցի ընդհանուր առմամբ բայց ուզում եմ նաեւ ընդգծել որ այս բոլոր իրադարձությունները ի վերջո ո՞րն է իրադարձությունների մեկնարկի կետը այս իրադարձությունների մեկնարկի կետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է երբ որ եվրոպական քաղաքական համայնքի առաջին ոնց որ գագաթաժողովի ընթացքում քառակողմ հանդիպման ընթացքում ընդունվեց հայտնի հայտարարությունը որտեղ Հայաստանը եւ Ադրբեջանը արձանագրեցին Ալմաթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը ճանաչելու սկզբունքը սա շատ կարեւոր արձանագրում էր եւ ամեն ինչը սկսել է այդ կետից որովհետեւ հենց այդ կետից է process-ը դրվել մի այնպիսի բանաձևի մեջ որը անխուսափելիորեն իհարկե տարբեր սցենարներ կարող էին լինել կարող էր նաեւ 2023 թվականի Ղարաբաղի իրադարձությունները կարող էին տեղի ունենալ, բայց դա ուրիշ հարց է, դրա պատճառների մասին ես խոսել եմ, բայց ուզում եմ ընդգծել նաև այս process-ի հիմքում ուզում եմ ընդգծել նաև Եվրամիության նախագահ Մակրոնի դերն եմ ուզում ընդգծել Եվրամիության խորհրդի նախագահի դեր Եվրամիության, որտեղ դրանից հետո շատ կարևոր մի բան տեղի ունեցավ։ Հայաստանում տեղակայվեց Եվրոպական միության քաղաքացիական կարճաժամկետ առաքելությունը, որը հետո դարձավ երկարաժամկետ առաքելություն։ Սա ես ուզում եմ, որ մենք այս իրադարձությունը հավուր պատշաճ չի գնահատենք, որովհետև դա որոշակի տարածություն բացեց Հայաստանի Հանրապետության համար ինքնահայեցման եւ մտածելու։ Այդ ամեն ինչից ի վերջո 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ ինչն էր մեր հետևությունը եւ մեր եզրակացությունը եւ ինչ փոխվեց ընդհանրապես։ Մենք հասկացանք, որ մեր հարցերի լուծումը մենք չպետք է ուրիշ որևէ մեկից սպասենք։ Միջև այդ պահը ինչ էր Հայաստանի Հանրապետության ռեժիմ։ Մենք գնում ենք ինչպես Խրիմյան հայրիկի ժամանակներից ընդունված են, գնում ենք մեծ դռներ ծեծելու։ Մեր դռներ ծեծելու
թղթե շերեփով, չգիտեմ, ստվարա թղթե շերեփով, բանի արծաթագույն ներկած շերեփով, որպեսզի մետաղի տպավորություն թողի եւ այլն եւ այսպես շարունակ։ Մենք հասկացանք, որ իհարկե մեծ դռները եւ մեծ տերությունները եւ մեր միջազգային գործընկերները ունեն առանցքային նշանակություն, բայց գիտեք ինչ, մենք մի բան էլ պետք է հասկանանք, արտաքին քաղաքականության, ես հիմա դեսպանների ներկայությամբ եմ ասում, շատ ընդունված է, որ սովորաբար երբ որ տեսնում են, որ դու իրադրություն ենք անել, լավ չես հասկանում եւ գնահատում, սովորաբար ասում են բաներ, որ դու ուզում ես լսել, որովհետեւ չեն ուզում անիմաստ լեզվակռվի եւ բանավեճի մեջ մտնել, եւ հետեւաբար մեր արձանագրումն աններ, որ մեր խնդրեմը մենք ինքներս պետք է հասկանանք եւ մենք պետք է որոշումներ կայացնենք, թե մենք ինչ ենք անում եւ ինչ ճանապարհով ենք գնում։ Եվ այդ դեպքում միջազգային հանրության օգնությունը եւ աջակցությունը կլինի շատ ավելի կոնկրետ եւ շատ ավելի առարկայական։ Մենք հասկացանք, որ հնարավոր չէ այս թնջուկից դուրս գալ առանց միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանությունը ճանաչելու։ Եթե մենք այդ քայլին, եթե մենք այդ որոշումները չկայացնեինք, ես նույնիսկ չեմ փորձի նկարագրել, թե 2026 թվականի հունվարի 14-ի դրությամբ ինչ կլիներ ընդհանրապես մեր տարածաշրջանում, չեմ ասում Հայաստանի Հանրապետությունում, բայց ես ուզում եմ էլի տեսնենք, մի շատ կարևոր իրավիճակ գնահատենք։ Տեսեք ինչա կատարվում ամբողջ աշխարհում։ Ըստ էության աշխարհը փոթորկվում է, իսկ Հայաստանի Հանրապետությունը եւ մեր տարածաշրջանը այսօր քայլ առնվազն Հայաստան-Ադրբեջան հարցությունում վերածվում կայունության, անվտանգության մի միջավայրի, համագործակցության մի միջավայրի, որը չափազանց կարևոր է։ Սա շատ մեծ ձեռքբերում է եւ շատ պետք է եւ ընդ որում Եվրամիության, Միացյալ Նահանգների աջակցությամբ մենք այս ընթացքում եւ մեր գործընկերների այս ընթացքում մենք երևի քանի անգամ ենք հանդիպել, միայն ես մեր դեսպանների հետ եւ տարբեր երկրների ղեկավարների հետ։ Մենք բազմիցս հանդիպել ենք, մտքեր ենք փոխանակել, քննարկել ենք եւ այլն եւ այդպես շարունակ եւ մենք այսօր հասել ենք այն կետին եւ հիմա արդեն ակնհայտ է, որ նաեւ TRIP նախագծի հետ կապված են բաց հարցերը, որոնք կային հռչակագրի ընդունումից հետո, այդ բոլոր հարցերը ստանում են պատասխաններ, ստացել են պատասխաններ եւ շատ կարեւոր է, որ մենք ունենք բանաձև, որ լիարժեք բավարարում է եւ պիտի բավարարի Հայաստանին, բնականաբար լիարժեք բավարարում է Միացյալ Նահանգներին, լիարժեք բավարարում է իմ կարծիքով, իհարկե նրանք կարձագանքեն կտեսնենք Ադրբեջանին եւ ըստ էության սրանով կանաչ լույս է վարվում տարածաշրջանում երկարատև եւ կայուն խաղաղություն հաստատելու գործին։ Իհարկե եւս մեկ անգամ ուզում եմ մեր գործընկերների ներդրումը ընդգծել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպի դերը, որի անձնական հետաքրքրվածությունը եւ անձնական ներգրավվածությունը իհարկե անկասկած ունի եւ ունեցավ վճռորոշ նշանակություն եւ հիմա մեզ արդեն հարկավոր է մտածել հետագա քայլերի մասին, որոնք են հետագա քայլերը։ Հիմա այդ ակնհայտ է, որ դեպի հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ եւ մեծ փողեր եւ դա շատ լավ նորություն է։ Ակնհայտ է, թե ինչ գործողություններում եւ ինչպես պետք է ներգրավված լինեն Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ես կարծում եմ, որ այո, Եվրամիության մեր գործընկերների հետ պետք է մանրամասն քննարկենք նաեւ Եվրամիության ներգրավվածության ձևաչափերը եւ կոնկրետ նախագծերը։ Մենք շատ շահագրգռված ենք դրանում։ Գիտեք, հիմա տրամաբանությունն այն է, որ հաջորդիվ մենք պետք է զարգացում ունենանք Հայաստան-Թուրքիա հարթության վրա եւ մենք հույս ունենք, որ այն process-ները, որոնք տրամաբանորեն եւ քաղաքական երկխոսության մակարդակով լուծվել են, դրանք նաեւ գետնի վրա կունենան իրենց արտահայտությունը եւ սա իսկապես նույնիսկ անհավատալի եւ աներևակայելի մի պոզիտիվ միջավայր է, որում մենք հայտնվել ենք, ինչը չի նշանակում իհարկե, որ բոլոր հարցերը լուծված են, բայց բոլոր հարցերի լուծման բոլոր բանաձևերը ըստ էության արդեն որոշված են։ Առաջիկայում շատ կարևոր է, որ մենք նախ
հայտարարություն այսօրվա կամ երեկվա մի շատ մեծ եւ շատ կարեւոր անկյունակար է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ինստիտուցիոնալ դարձնելու ճանապարհին սահմանազատման հանձնաժողովներն են աշխատում եւ գիտեք նաեւ էլ եկեք արձանագրենք մենք առաջ ենք ընթանում շատ ավելի մեծ տեմպերով քան ի սկզբանե կարող ենք ենթադրել որովհետեւ երբ որ մենք Վաշինգտոնի հռչակագրում արձանագրում էինք տարածաշրջանի կապուղիների բացումը Հայաստանի Հանրապետության համար այդ թվում Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև կապի ապահովումը Հայաստանի Հանրապետության համար փոխադարձ առավելություններով եւ մենք ենթադրում ենք որ Հայաստանը պիտի երկաթուղային կապ ստանա արտաքին աշխարհի հետ եւ դա տեղի ունեցավ կարծում եմ շատ ավելի վաղ քան Հայաստանի եւ միջազգային հանրությունը սպասում էին այսօր արդեն Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրի դրսևորումները տեղի ունեցան շատ ավելի վաղ քան Հայաստանի եւ միջազգային հանրությունը սպասում էր գուցե նաեւ Ադրբեջանի ես երեք առիթ ունեցա խոսելու տեսեք 2018 թվականից մենք ինչքան ենք աշխատել ինչքան ենք չարչարվել մենաշնորհները հաղթահարելու ուղղությամբ եւ մենք այնպես չի որ այո հաղթահարել ենք մենաշնորհելը եւ շուկաները դե յուրե բաց են եղել բոլորի համար այս ընթացքում այո բենզինի ներկրում էլ ա եղել եւ այլն եւ այդպես շարունակ այսինքն ընդլայնվել է շուկան բայց մեզ այդպես էլ չէր հաջողվել այն մենաշնորհները որոնց մի ծայրը Հայաստանում էր մի ծայրը Հայաստանից դուրս մեզ չէր հաջողվել այդ մենաշնորհերի այդ խնդիրները լուծել եւ հիմա մեր բոլորի առաջ շուկա բենզինի եւ դիզվառելիքի շուկայում հաստատված տասնամյակների մենաշնորհելը այդ բանի խաղաթղթերի տնակի նման ուղղակի մեր աչքի առաջ քանդվում են եւ բնականաբար այդ բոլոր ընկերությունները տասնամյակների հիմա վերջին հուսահատ ճիքերն են գործադրում եւ մեծ ներդրումներ են անում հակա արշավ իրենց մենաշնորհային դիրքը հայրենասիրական բանի տակ հայրենասիրական կարգախոսների ներքո պաշտպանելու համար մինչդեռ երբ որ Հայաստանի սպառողները տասնամյակներով 10 տրիլիոնավոր դրամներ ավել են վճարել այդ ամեն ինչի համար ոչ մեկ բնականաբար այսօր դրա համար բացատրություն ու պատասխան չի ուզում տալ չնայած ես համոզված եմ որ Հայաստանում հիմնադրված եւ գործող ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները կաշխատեն համբերատար եւ բոլոր այս հարցերին կտրվի պատասխաններ բայց ես ուզում եմ ասել որ դեկտեմբերից մինչև այսօր դեկտեմբերի 25-ից մինչև այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդ դրամներ են մնացել այս մի ամսվա ընթացքում ես իհարկե բանով չեմ հաշվել հիմա չնստեն ասեն չէ տասնյակ միլիարդ չի 9 միլիարդ 876 միլիոն շատ լավ թող լինի 9 միլիարդ 876 բայց դրանից հարցի էությունը չի փոխվում եւ ես ուզում եմ գիտեք ես ուզում եմ բոլորի շնորհավորել այս հանգրվանի առիթով եւ էլի շատ երեք տեսա տենց էլի բանի բենզինի համար երրաբլուրը մոռացակ ես մոռացակ եմ մոռացակ ոչ այդպես չի որովհետև ես ասում եմ որ զարգացած կայուն անվտանգ միջազգային բարձր հեղինակություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը ամենամեծ դրանից մեծ ուղղակի հարգանքի տուրքն է մեր նահատակներին մեր ընկած եղբայրներին եւ ես դեռ 2021 թվականի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ի ունեցած իմ ելույթում ասել են որ մեր եղբայրները ընկել են որ Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնի եւ Հայաստանի Հանրապետությունը ոտքի է կանգնում եւ կարող եմ ասել ինչի է ոտքի կանգնում ոտքի է կանգնել որպես միջազգային հանրության պատասխանատու մասնակից որպես
արժանապատիվ գործընկեր մեր միջազգային գերտերությունների, այդ թվում հետ Հայ Միացյալ Նահանգների հետ մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել Եվրամիության հետ, ռազմավարական երկխոսության ռազմավարական օրակարգն ենք հաստատել, բայց ես ուզում եմ այդ մտայնությունից էլ դուրս գանք, չէ՞, որտեվ մենք այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետություն է եւ Հայաստանի Հանրապետությունը իր ամբիցիաները իր չափով պետք է ձևակերպի եւ մենք ընդհանրապես էտելա շատ հնչում է այս դեսպանների ներկայությամբ եմ ես ասում մենք աշխարհը ճանաչելու հետ կապված եւ աշխարհի հետ ինքներս մեզ առերեսվելու հետ կապված խնդիր ունենք այո մենք արժանապատիվ հարաբերություններ ենք հաստատում մեր միջազգային խոշոր գործընկերների հետ բայց մյուս կողմից մենք չպետք է մոռանանք իրենք ովքեր են, մենք ովքեր ենք։ Ընդ որում սրա մեջ ոչ մի բան չկա, ոչ մի եւ դա հասկանալու համար պետք է նայել համախառն ներքին արդյունքը, մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը։ Հա եկեք գնանք ավելացնենք, եկեք գնանք հասնենք եւ անցնենք, ոչ մեկին չի խանգարում եւ ոչ մեկին չի արգելում բայց դա հայտարարություններ ճոռոմ հայտարարություններով չի արվում, դա կրթություն է, դա աշխատանք է, եկեք աշխատենք։ Այսօր Սինգապուրի նման պետությունը, որի տարածքը Սևանա լճի 2/3-ի չափ է, մեկ շնչին ընկոնով հնայով 10 անգամ Հայաստանի Հանրապետությունից մեծ է այն դեպքում, երբ որ իրենց բնակչությունը 5 միլիոն եւ ավելի է, մեր բնակչությունը մոտավորապես 3 միլիոն։ Այսինքն անվտանգություն ասելով ես սրա համար եմ ասում անվտանգություն ասելով մենք անդադ հասկանում ենք բանակ։ Երբ որ մենք անդադ հասկանում ենք բանակ, այս շանկման մենք անվտանգություն չունենք։ Անվտանգությունը նաև այնա, որ դու հասկանում ես քո տեղը եւ դիրքը աշխարհում։ Դու հասկանում ես աշխարհում ապրելու եւ գործելու կանոնները եւ հետևում ես այդ կանոններին։ Դու գիտես լինել հարգալից եւ գիտես նաև հարգանք ներշնչել ինքս քեզ նկատմամբ, բայց հարգանք ներշնչելը ուրիշների օձիքները հավաքելով չի լինում։ Այլև միջազգային հարաբերություններում դիրքավորվելով պատասխանատու, մաքսիմալ համեստ, որովհետև համեստությունը ոչ մեկին չի վնասում։ Այդ թվում Հայաստանի Հանրապետությանը մենք ինքներս մենք պետք է հաշիվ տանք, որ համեստությունը ոչ մեկին չի վնասել եւ չի վնասում։ Ընդհակառակը օգնում է, որպեսզի մենք ավելի օբյեկտիվ, հանդարտ, հանգիստ ճանաչենք աշխարհը եւ մեր միջավայրը եւ կայացնենք մեզ համար անհրաժեշտ որոշումներ, որոնք միայն մենք կարող ենք կայացնել։ Եվ եթե այդ որոշումները լինեն իմ նշած տրամաբանության շրջանակում, մենք կտեսնենք շատ ուժեղ աջակցություն միջազգային հանրության կողմից եւ ես այն չեմ ասում, ես ասում եմ, որ այս ամեն ինչ որ մենք այսօր ունենք, դա այդ ինքնահայեցման այդ թվում արդյունք է եւ ես կրկին ուզում եմ մեր բոլոր միջազգային գործընկերներին շնորհակալություն հայտնել այսօրվա հանգրվանին հասնելու իրենց մեզ ցուցաբերած աջակցության համար։ Շնորհակալ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, այս համակողմանի գնահատականի համար։ Խնդրեմ, դեսպան Քվեն, խոսքը ձեզ եմ փոխանցում, կարծում եմ նախորդ գիշերվա լույսի ներքո դուք ավելի շատ ասելիք կունենաք այս լսարանի։ Անջատի տեղը։ Better? Good. Okay. I'll repeat, thank you for the invitation to be here today. I agree it's an important day, given that we just had the meeting of our Secretary of State and Foreign Minister Mirzoyan, which advanced the project that we have been working on since August. Since this is my last public event, I think, in Armenia, I thought I might actually look back briefly to when I first arrived in February 2023.
Then I would say the situation in Armenia was different. There were daily, oftentimes, shootings across the border. Frequently, Armenian border security were injured or killed. Of course, in September 2023, we had the harrowing situation of 110,000 Karabakh residents forcibly displaced from their homes. And I would say that there was a definite concern and fear that there could be more conflict in the region. And I would say that since then, through the forward-looking vision of the Prime Minister and his team, and the support and engagement of the United States and the European Union, I think we now have a much different situation, as the Prime Minister also noted. I'll maybe talk a little bit about the United States' contributions to this situation, and I'm sure my colleague, Ambassador, will talk about the EU's contributions. So, as noted in January 2025, the United States, I would say, reframed its relationship with Armenia its relationship to Armenia to a strategic partnership. Այն որ այս ռազմավարական գործընկերության հետ միասին մենք մշակեցինք կանոնադրություն, որը սահմանեց նաև մեր առաջանցիկ ուղին եւ տարբեր բաներ կան, որոնք տեսնում որ արդեն իրականացվել են, դրանք ըստ էության այդ կանոնադրության մեջ էին ամրագրված ի սկզբանե։ Տնտեսական իմաստով մենք բավականին շատ աշխատանք ենք արել եւ ես կցանկանայի ընդգծել երկու բան, որոնք իրականացվել են եւ ձեռքբերվել վերջին ամիսների ընթացքում։ Առաջինը այն էր, որ հիմա մենք արդեն ունենք բանակցված 1-2-3 համաձայնագրերը, որը քաղաքացիական միջուկային էներգիայի համաձայնագիրն է Հայաստանի եւ ԱՄՆ միջև, ինչը մեզ կտա հնարավորություն եւ կբացի ավելի մեծ հնարավորություններ լրացուցիչ համագործակցության քաղաքացիական նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման իմաստով։ Բացի այդ, մենք սատարել ենք եւ նաեւ արտահանել ենք, ինչ ես ասում, վիզաներ չէ, ինչ էր, արտահանման լիցենզիաներ, բարձր մակարդակի տեխնոլոգիաների համար ամենից որպեսզի անգան այստեղ եւ տարածաշրջանում առաջին արհեստական բանականության կենտրոնն է հիմնել եւ սա ոչ թե Հայաստանում, այլ ամբողջ տարածաշրջանում առաջինը եւ սա ԱՄՆ Հայաստան համագործակցությունը ԱՄՆ տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանը ՏՏ-ում եւ առհասարակ ավելի լայն տարածաշրջանում առաջամարտիկ դարձնելու իմաստով անվտանգային իմաստով այստեղ աշխատանքի առաջին տարկատեսում մենք կարողացանք արտիվ գործընկեր համատեղ զորավարժությունների մեկնարկը տալ Հայաստանի եւ ԱՄՆ զրվածուժի միջև երկրորդ հարցյալ տարի եւ պլանավորում ենք շարունակել դա սա շատ կարեւոր կարծում եմ եւ դրական քայլ է որը կօգնի Հայաստանին իր խաղաղապահ գործառնությունների աջակցության համատեքստում ամբողջ աշխարհում եւ բացի դրանից կօգնի մեր զինված ուժերին ավելի լավ ծանոթանալ միմյանց հետ եւ հասկանալ միմյանց մոտեցումները։ Ի վերջո մենք շատ ենք աշխատել նաեւ սահմանային անվտանգության եւ սահմանային կառավարման ուղղությամբ եւ պետք է ասել, որ 1.5 տարի առաջ սկսեցինք օգոստոսի 8-ի միջոցառումը Սպիտակ տանը, որը կարծում եմ որ շատ կարևոր միջոցառում էր ԱՄՆ եւ Հայաստանի համար, ավելի շատ ժամանակ եւ ռեսուրսներ են նվիրել ԱՄՆ-ի Հայաստանի հետ աշխատանքի համար կենտրոնանալով սահմանային անվտանգության եւ սահմանային կառավարման վրա։ Հետո մենք ունեցանք օգոստոսի 8-ի միջոցառումը վարչապետի, նախագահ Ալիևի եւ նախագահ Թրամփի ներկայությամբ եւ դրանից հետո դրվեց այլ ավելի լայն եւ ավելի գրկուն տեսլականի մեկնարկը ապագա Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների եւ տարածաշրջանային հարաբերությունների համար եւ ամենակարևորը այստեղ միջազգային խաղաղության եւ բարեկամության Թրամփի ուղին է, որը
հաստատող ստորագրվեց 3 գործնախարարի կողմից, բայց ավելի լայն համագործակցություն է ենթադրվում, եւ ինչպես արդեն ասացի, դրա կարևոր հատվածը սահմանային անվտանգությունն է եւ կառավարումը, տնտեսական գործընկերությունն է դրա կարևոր հատվածը, եւ սա մեր հարաբերությունը տանում է արդեն հաջորդ փուլ եւ նաեւ առաջ է մղում խաղաղության հեռանկարները ամբողջ տարածաշրջանում։ Դրա մի մասը նաեւ խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումն էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ կարծում եմ, որ այն փաստը, որ այս տեքստը արդեն հաստատված է, կարևոր քայլ է եւ ԱՄՆ-ն շարունակում է հաստատու լինել Հայաստանի հետ աշխատանքին եւ տարածաշրջանի այլ գործընկերների հետ աշխատանքին, Ադրբեջանի հետ, տեսնելու որ այն բոլոր քայլերը, որոնք մենք արել ենք, հասնում են իրենց դրամաբանական եզրահանգման եւ դրանով բերենք տևական եւ արդար խաղաղություն եւ բարգավաճում Հայաստանին եւ տարածաշրջանին։ Եւ հույս ունեմ, որ ցանով կդրվի նոր ժամանակաշրջանի մեկնարկը, որտեղ մենք Հայաստանը կտեսնենք որպես կենտրոնակետ, տարածիկ ուղիների կենտրոնական Ասիայի եւ կենտրոնական Եվրոպայի միջեւ եւ տնտեսական հանգույց, նաեւ ՏՏ կենտրոն տարածաշրջանի համար։ Շնորհակալություն, կարծում եմ շատ բան է կարի միասին, շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար այս լսարանում նստած մեր աջակիցների համար, հետ աշխատել եմ հաջողի է, շնորհակալություն։ Շնորհակալություն, Տիկին դեսպան, հարգարժան դեսպան Մարագոս, այժմ սիրով խոսքը փոխանցում եմ ձեզ դեկտեմբերի 2-ին, երբ մենք երկուսս Բրյուսելում էինք եւ ընդունվեց ռազմավարական օրակարգը, մենք իհարկե հնարավորություն ունեցանք ամսի 5-ին մեր երկկողմ պլատֆորմի շրջանակում խոսելու օրակարգի մասին, բայց կարծում եմ այս լայն լսարանի մոտ այդ մասին խոսելու համար ձեր առաջին հնարավորությունն է, խնդրեմ։ Շատ շնորհակալություն, սիրելի Լուսինե, բարի լույս բոլորին, շնորհավոր նոր տարի։ Պարոն վարչապետ, հարգելի դեսպաններ, հարգելի գործադիր, օրենսդիր, իշխանությունների ներկայացուցիչներ, Մատենադարանի հարգելի տնօրեն, մեծ համար մեծ պատիվ է այսօր ձեզ հետ տեսնել գտնել եւ խոսել դրա մասին, խոսել մեր ձեռքբերումների մասին, բայց ինչպես վարչապետը նշեց, պետք է խոսենք նաեւ մեր արժեվ կատարելիքների մասին եւ ուզում եմ նաեւ ողջունել ձեր առաջնորդությունը անցած տարվա ընթացքում կատարված ողջ աշխատանքի համար։ Դուք Բրյուսելում եղել եք մի քանի անգամ, ուզում եմ ձեզ հատկապես շնորհակալություն հայտնել, որ համաշխարհային դարպասներ երկրորդ ֆորումին ներկայիք, որի երկրորդ անգամ կազմակերպվեց այս տարի, բազմաթիվ առաջնորդներ կային ամբողջ աշխարհից, բայց մի քանիսն էին, որ իսկապես ներկայությունը արժե ընդգծել, բայց մեր առջև դեռ շատ ավելիքներ կան, եւ մենք եվրոպական քաղաքական գագաթաժողովն ենք անցկացնելու այստեղ եւ եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին իր համաձայնությունը տալու համար այս եվրոպական քաղաքական համագործակցության, բայց նաեւ եվրոպական անվտանգության համաժողովին համաձայնելու համար եւ սա մի բան է, որի ուղղությամբ աշխատում ենք միասին եւ այս համատեքստում գործընկերները մասնակցելու են երկկողմ քննարկումներ ունենալու ձեզ հետ երկրի ղեկավարության հետ ձեր թիմի հետ։ Ինչի ենք մենք հասել անցյալ տարի էական ձեռքբերումների եւ մենք ընդունել ենք նոր ռազմավարական օրակարգը, որը վարչապետը նույնպես նշեց, սա հսկայական աշխատանք էր բանակցել այս օրակարգը, բայց կարևորն այն է, որ այս օրակարգը արդեն իսկ իրականացվում է։ Մենք արդեն մի քանի տարրեր ունենք, որոնք արդեն առկա են։ Եվ դուք նշեցիք վիզայի ազատականացման երկխոսությունը, սա իսկապես շատ կարևոր գործընթաց է, որը շատ կոնկրետ արդյունքներ է բերելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Մենք
արդեն ներկայացրել եք նոյեմբերին վիզայազատականացման գործողությունների ծրագիրը, բայց դեկտեմբերին մենք արդեն կազմակերպել էինք առաջին գնահատման առաքելությունը, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ 2026 թվականին ներկայացնել առաջընթացի զեկույցը, գործառայությունը, խորհրդարանը, բոլորը աշխատում են այդ գործողությունների ծրագիրը իրականություն դարձնելու ուղղությամբ, եւ սա կարևոր է։ Ցանկանայի հատկապես ընդգծել, որ այն բոլոր քննարկումները, որ ունեցել ենք, եւ բոլոր բանակցությունները, ներկայացումները, որ ունեցել ենք, հարգեցրել են մեզ այն իմացության եւ նաեւ այն տեղեկության, որ ստացել ենք կառավարությունից, որ սա ողջունվում է որպես բարեփոխումների ծրագիր, բաներ, որոնք արդեն նախատեսված են ապագայի համար, որպես գործողություններ, որոնք իրագործելի են, գործողությունների ծրագիր, բարեփոխումների համար, որոնք արդեն իսկ նախատեսված են առաջին հերթին օգուտ տալու քաղաքացիներին, որովհետև այս բարեփոխումների արդյունքում հենց քաղաքացիներն են շահելու եւ նաեւ մեր երկկողմ շարժունության հնարավորություններն են բացվելու, երբ արդեն որոշումը կայացվի դեպի Եվրամիություն առանց վիզայի ճամփորդության մասին։ Բայց սա միակ տեղը չէ, որտեղ մենք կենտրոնանում ենք քաղաքացիների վրա մեր բոլոր ծրագրերը, եւ այստեղ ես կցանկանայի հատկապես շեշտել երկու ոլորտ՝ աջակցությունը մասնավոր հատվածին, բայց նաեւ մեր աջակցությունը տարածաշրջանային մարզային զարգացմանը, հատկապես Սյունիքում։ Երբ խոսքը գնում է մասնավոր հատվածի մասին եւ դրա աջակցության մասին, պետք է ասել, որ հավանաբար մեր կատարած աշխատանքը այդքան էլ նկատված չէ, մենք ավելի քան 250 միլիոն, ես հաշվել եմ, ենք ծախսել նոր ծրագրերում սատարելու մասնավոր հատվածին։ Ես կցանկանայի հատկապես նշել մեկ ծրագիր, որը մենք ստորագրել ենք, երբ հանձնակատարքոսներ այստեղ, երբ եվրոպական վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 4 միլիոնի փաթեթ էր ստանձնել 4 ծրագրերի համար, Ղարաբաղից փախստականների աջակցության բիզնես գործարար մարդկանց համար էր Ղարաբաղից եւ կարեւորը այն է, որ այս ֆինանսական միջոցներից առնվազն 35 ծրագիրը ցանկացած նախագծում դրամաշնորհային, այսինքն եթե դուք 1 միլիոնի ծրագիր եք ստացել, 350,000-ը կլինի դրամաշնորհ եւ սա արդեն իսկ շատ կոնկրետ օրինակ է, որը ցույց է տալիս մեր աջակցությունը եւ մենք պատրաստ ենք ընդլայնել այս ծրագիրը։ Մյուս ծրագրերը, որոնք ավելի շատ եւ ընդհանրապես ուղղված են մասնավոր հատվածին, մենք 17,000 ՀՄԶ-ների հետ են կապ հաստատել Հայաստանում եւ ավելի քան 27,000 աշխատատեղեր են ստեղծել։ Սա իհարկե չի լուծում Հայաստանի բոլոր խնդիրները, որովհետեւ Հայաստանի խնդիրները, ինչպես վարչապետը արդեն շատ հստակ նշեց, լուծվում են կառավարության կողմից։ Մենք այստեղ ենք սատարելու կառավարությանը, մենք սատարում ենք կառավարության ջանքերին դիվերսիֆիկացնելու աճի եւ դիմակայունության ծրագրի միջոցով, միջայլոց նշածս դիմակայունության եւ աճի ծրագրի մասն է եւ իհարկե մենք կենտրոնանում ենք նաեւ հաղորդողների վրա։ Այսինքն Քաջարյան միակցվածության ծրագիրն է շատ կարեւոր ծրագիր եւ այսպիսի յետակառուցվածքային ծրագրերը շատ ժամանակ է խմբում, ավելի շատ ժամանակ, քան կառավարության կամ միջազգային կազմակերպության համար ցանկալի կլիներ, բայց մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, բացի դրանից մենք մեր գործողությունը ընթացքի մեջ է նաեւ էլեկտրահաղորդման միակցվածության ծրագրի շրջանակներում Վրաստանի հետ։ Սա արդեն Հայաստանում վերականգնվող էներգիայի ոլորտի մեր գործողությունների կոնտեքստում է, արդեն Սյունիքի մեր նախաձեռնության շրջանակներում մի քանի արևային էներգիայի կայանների յետակառուցվածքների սատարել ենք, բայց դեռ մասնավոր հատվածի ներդրումներ ենք սատարել Սևանի Մաստրիկ համայնքում, որտեղ մենք կունենանք արդեն լիարժեք էլեկտրահաղորդման ցանցերի միակցվածություն հարևան երկրների հետ, սա շատ ավելի լուրջ էլեկտրաէներգիայի արտահանման պոտենցիալին կխթանի եւ մեր ընդհանուր աջակցությանը միջուկային անվտանգությանը եւ նաեւ այս իշտակված նոր համաձայնագրի շրջանակներում կտեսնենք ավելի լայն հնարավորություններ ընդհանրապես էներգետիկ ոլորտում։ Ես նշեցի Սյունիքը մեզ համար եւ
վստահ եմ, որ կառավարության համար նույնպես ներառվածքային առաջնահերթություններից մեկն է։ Մենք ավելի քան 200 միլիոն եվրո ենք ուղղել Սյունիքին եւ գործարկել բազմաթիվ ծրագրերի շրջանակներում։ Թումո կենտրոն ենք բացել, Կապանում 2 կոավ կենտրոնների համաձայնագրեր ենք ստորագրել եւ հնարավորություն եմ ունեցել հոկտեմբերին լրագրողների հետ այցելել Մարս եւ տեսել ենք բազմաթիվ փոքր կամ միջին մակարդակի ներդրումներ վերանթապետությունների կողմից, որովհետեւ սա Թիմ Եվրոպա նախաձեռնության մասն է։ Բացի դրանից սոցիալ-կատակ ծառայություն եմ տեսել Գորիսում, որը հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխումն է ապահովում, որտեղ չպետք է մոռանանք մարդու իրավունքների չափումը եւ որևէ մեկը չպետք է արտեսված լինի, կարգախոս է եւ նաեւ ֆրանսիական ծրագիր էր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց ռեաբիլիտացիա էր ապահովում եւ սա հսկայական աջակցություն էր տեղական եւ նաեւ մարզային իշխանությունների հետ համատեղ։ Մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ, անվտանգության ոլորտն է, որը երբ ես ժամանեցի այստեղ մի փոքր Քրիստինայից մի փոքր ուշ էր, մի փոքր նոր մեկնարկի փուլում էր մեր համագործակցության համատեքստում, բայց ինչպես վարչապետ արդեն նշեց, մեր դիտորդական առաքելության մեկնարկը տվեցինք եւ այն միտված է տարածաշրջան խաղաղության եւ հարաբերությունների նորմալացման նպատակին եւ կարծում եմ, որ աջակցությունը եւ մեր դիտորդական առաքելության միջոցով պես նաեւ մարդկային անվտանգության ասպեկտի մանդատի շրջանակներում նրանց ներկայությունը գետնի վրա օգնել է խաղաղության այսօրակարգին, որը մենք հիմա տեսնում ենք եւ տեսնում ենք շատ ավելի կոնկրետ հենց գետնի վրա։ Եվ բացի դրանից մենք ունեցանք նաև Հայաստանի մասնակցությունը Եվրոպական խաղաղության գործիքին, սա իսկապես լուրջ ձեռքբերում էր եւ մենք ունենք արդեն առաջին միջոցառումը, որը համաձայնացրել ենք եւ վերջնականացրել ենք եւ հիմա ձեռքբերում ենք գնում ենք անում Հայաստանի զինված ուժերի համար։ Սա ոչ մահաբեր աջակցության միջոց է, բայց ինչպես վարչապետը նշեց, անվտանգությունը միայն բանակի մասին չէ եւ բանակն էլ միայն մահաբեր տեխնիկայի մասին չէ, որովհետև կան նաև բաներ, որոնք անհրաժեշտ է կազմակերպության գործառնական ֆունկցիոնալության, թիկունքային ապահովման, բուժծառայության համար եւ մենք նաև անվտանգության ոլորտի բարեփոխմանն ենք ուշադրություն դարձնում ազգային անվտանգության խորհրդի եւ այլ համապատասխան մարմինների հետ եւ նաև խորհուրդ է տրվել, որպեսզի աջակցենք Եվրամիությունում արկա մեր փորձառությամբ կիսվելով եւ համաձայնել ենք, որ նաև ապահովենք Հայաստանի մասնակցությունը անվտանգության ճգնաժամային կառավարման առաքելություններին, որը ուղարկվում է Եվրամիությունը, այսինքն դրա միջոցով Հայաստանը նաև կդառնա անվտանգության ապահովող, ինչպես արդեն նշվեց, մեր խոնարհությամբ պետք է բոլորս դաս խաղենք այս դասը, բայց նաև միևնույն ժամանակ մեր ռեսուրսները պետք է միավորենք եւ իրական գործընկերությունը հենց դրա մասին է։ Դուք նշեցիք Բրյուսելում մեր հանդիպումը քաղաքացիական հասարակությանը ուզում եմ շնորհակալություն հայտնել այն աշխատանքի համար, որ դուք անում եք քաղաքացիական հարթակի համատեքստում, սա իսկապես շատ կարևոր տարր է ՍԵՊԱ-ի ներքո մեր երկկողմ համագործակցության համար եւ մեր ռազմավարական նորորակարգի իմաստով մենք այս համագործակցությունը բարձրացնում ենք ավելի բարձր մակարդակի եւ մենք աշխատում ենք նաեւ տնտեսական բազմազանեցման ուղղությամբ հայկական ստանդարտները մոտարկելու եվրոպական ստանդարտներին եւ իսկապես պետք է ասեմ, որ սա շատ լուրջ ձեռքբերում էր, անգամ եթե փոքր է հնչում, ձգնաբուծական արտադրանքի արտահանումը դեպի Եվրոպա համաձայնեցել ենք, դեռևս իհարկե աշխատանք կա անելու եւ խոսքը գնում է այլ ոլորտների ստանդարտների մասին եւ մենք իսկապես պիտի շարունակենք աշխատանքը կառավարության հետ։ Ժամանակը անցնում է 2026 թվականը արդեն սկսվել է ձեռքբերումներով եւ ես ուզում եմ շնորհավորել նաեւ մեր անունից այն աշխատանքի համար, որ կատարվել է Թրիփի ուղու իմաստով եւ մենք պատրաստ ենք մասնակցել ավելի լայն միակցվածության օրակարգին եւ մենք քննարկում ենք ինչպես վարչապետը արդեն ասաց կոնկրետ ծրագրերի մասին ակտիվ քննարկումներ կան տարբեր մակարդակներում վերջին մի քանի շաբաթների ընթացքում եւ մենք կշարունակենք ակնկալել առաքելության ժամանումը Ռոնոյի հանձնակատար Կոսի այցերը եւ սրական բոլոր ուղղություններն են, որտեղ մենք ավելի մեծ արդյունքներ ենք ակնկալում նպաստ Հայաստանի քաղաքացիների, բայց նաև ուժեղացնելու Հայաստանի դիմակայունությունը, անվտանգությունը եւ ինքնիշխանությունը շնորհակալություն։
Շատ շնորհակալություն, պարոն դեսպան։ Հիմա երբ արդեն լսեցինք նախորդ տարվա ձեռքբերումների մասին մեր բանախոսների գնահատականը, նաև հաջորդ տարվա անելիքներին որոշ չափով անդրադարձ կատարվեց, ուզում եմ հարց ուղղել պարոն վարչապետին, ինչպես եք պատկերացնում համագործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության հետ եւ շահագրգիռ այլ պետությունների հետ խաղաղության խաչմերուկի, TRIP-ի եւ ԵՄ-ի Սևծովյան ռազմավարության ավելի լայն համատեքստում, պարոն վարչապետ։ Կարծում եմ Միացյալ Նահանգների հետ համագործակցության շրջանակը մեծ հաշվով այսօրվա փաստաթղթում ընդգծված է։ Իհարկե մենք արդեն համատեղ գործունեություն կծավալենք TRIP ընկերության շրջանակում կառավարելու համար միջազգային եւ տարածաշրջանային երկաթուղային հոսքերը, ավտոմոբիլային, բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների, նաեւ ակնհայտորեն այդտեղ կլինեն գազամուղեր կամ գազամուղ երևի կամ գազամուղեր, նավթամուղ, էլեկտրաէներգիայի տարանցման, արտահանման ոլորտում կլինի համագործակցություն, բայց գիտեք, շատ կարևոր է արձանագրել, որ նախ ես ուզում եմ մենք ընդհանուր առմամբ արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել մեր տարածաշրջանի հետ եւ մասնավորապես Հայաստանի Հանրապետության հետ այս ամենի համատեքստում։ Ըստ էության մենք, եթե կարելի է այդպես ասել, աշխարհի ծայրամասում գտնվող երկրից վեր ենք կացվում աշխարհի բավականին ակտիվ տեղում գտնվող երկրի եւ սրանով շատ բան ասված է։ Իդեպ շատ հետաքրքիր է տնտեսության եւ բիզնեսի վերաբերմունքը եւ արձագանք այս ամեն ինչին։ Ես օրինակ շատ հետաքրքիր բան ա տեղի ունեցել երեք պետական կարճաժամկետ պարտատոպսերի թողարկում ա տեղի ունեցել, այսինքն դա միշտ պլանավորված ամեն տարի տեղի ունեցող իրադարձություն է եւ երեք Հայաստանի պարտատոմսերի տոկոսը ավելի քան 1.5%-ից ավելի նվազել է, այսինքն Հայաստանի Հանրապետության պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է, այսինքն նրանք ովքեր ձեռք են բերում, պակաս եկամտաբերությամբ են ձեռք բերում, այսինքն Հայաստանի եկամուտները ավելանում են այդտեղ կամ խնայված գումարները եւ պահանջարկը 3 անգամ ավելի է եղել, այսինքն մենք պլանավորած ենք եղել 50 միլիարդի թողարկում իրականացնենք, բայց շուկան ակնկալել է 165 միլիարդի հայտ ա եղել ներկայացված, դրա արդյունքում է, որ տոկոսները նվազել են եւ շատ կարեւոր է մենք մեծ ծավալի օտարերկրյա ներդրողներ ունենք, որոնք ձեռք են բերում դրամով, սա շատ կարևոր է, դրամով Հայաստանի Հանրապետության պետական կարճաժամկետ պարտատոմսեր։ Այսինքն տնտեսական միջազգային միջավայրն էլ շատ արագ արձագանքում է այս տեղի ունեցող քաղաքական եւ տարածաշրջանային փոփոխություններին եւ այստեղ համագործակցության նոր եզրեր են բացվում Միացյալ Նահանգների հետ ասցի Եվրամիության հետ կապված ես կարծում եմ որ մենք սահմանային անցակետերի ուղղությամբ արդիականացման կամ ստեղծման ուղղությամբ համագործակցելու մեծ դաշտ ունենք։ Հիմա օրինակ Հայաստանը իրան սահմանին մաքսային եւ սահմանային անցակետ է մեծ ժամանակակից կառուցվում Հայաստան Եվրամիության համագործակցության շրջանակում։ Հիմա գիտեք, այնուամենայնիվ իրադրությունը ես չեմ ուզում որ առաջ անցնեմ, բայց ակնհայտ է որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու։ Ակնհայտ է, ես գիտեք ինչ, որ դանդաղ են գործում, նաև Հայաստանի կառավարության համար եմ ասում, ի՞նչն է պատճառը, որ մենք այդպես միշտ հոռետեսության կանխավարկածով ենք լինում, ասում ենք դե թող հələ տեսնենք լինում է, չի լինում, դե երբ որ կլինի դրանից հետո արդեն կսկսենք նախապատրաստվել։ Ես կարծում եմ մի քիչ մենք այս վերաբերմունքն էլ պիտի փոխենք եւ Եվրամիության հետ, օրինակ Հայաստան-Թուրքիա սահմանին ակնհայտորեն
կամուրջներ պետքա կառուցվեն, առնվազն մարգարայում կամուրջ պետքա կառուցվի, Ախուրիկում կամուրջ պետքա կառուցվի, Ախուրիկում ակնհայտ է, որ մաքսային եւ սահմանային տերմինալներ պետքա կառուցվեն, Երասխում մաքսային եւ սահմանային տերմինալներ պետքա կառուցվեն։ Իհարկե նաեւ ես գիտեք կանխատեսում եմ, որ հավանականությունը մեծ է, որ նաև Իջևան Ղազախ հատվածում մենք կարող ենք ունենալ որոշակի զարգացումներ, նաև հարավային հատվածում մենք ունենք որոշակի զարգացումներ։ Իհարկե մենք պետք է հասկանանք նաև հետագա աշխատանքում, որտեղ ենք աշխատում տրիպի հետ եւ որտեղ ենք աշխատում այլ գործընկերների հետ։ Հայաստան-Թուրքիա սահմանին նույնպես մեծ հավանականությամբ մենք էլեկտրահաղորդման գծերի բանկ ունենանք եւ ոչ միայն էլեկտրահաղորդման գծերի վերազինման, որտեղ խորհրդային միության ժամանակներից ինչ որ բաներ մնացել են եւ մենք արդեն մասնավոր հատվածից այդ ազդակները ստանում ենք։ Մասնավոր հատվածը մեզ արդեն ասում է, մենք ուզում ենք արդեն էլեկտրաէներգիայի մասին կարող ենք մտածել Հայաստան-Թուրքիա եւ Թուրքիա-Հայաստան։ Այդ ուղղություններով կարող ենք մտածել։ Մենք ասում ենք, որ այո, կարող եք մտածել։ Ինչու ենք ասում, որովհետեւ գիտեք, մեր բանակցային այն սենյակում, որտեղ ես խոսում եմ նախագահ Էրդողանի հետ, այդտեղ այդ մակարդակում հարցերը պատկերացումները առնվազն այն տեսանելի ապագայի համար, որը այսօր խելամիտ է այդ ժամանակահատվածով դիտարկել, այդ հարցերը լուծված են եւ լուծվում են եւ շատ կարեւոր է, որ այս իրադարձությունները տեղի ունենան։ Պարոն դեսպանը մի հարցի անդրադարձավ կապված էլի բանակի հետ, այո, ես շատ կարեւոր եմ համարում եւ շնորհակալ եմ Խաղաղության եվրոպական գործիքի արդեն երկրորդ որոշման առիթով եւ դա շատ կարեւոր որոշում է, բայց ես էլի ուզում եմ մի թեմայի անդրադառնալ կապված բանակի եւ անվտանգության հետ, որովհետեւ իհարկե մեր խնդիրն է բանակը անվտանգության ապահովման ինստիտուցիոնալ շարքում հնարավորինս հետ դնել, դրա մասին առիթներ ունեցել եմ խոսելու։ Հիմա նաեւ հետեւյալն եմ ուզում ասել։ Տեսեք, ես հայտարարություն եմ արել եւ նաեւ այս ընթացքում մենք խմբեր ենք տարբեր հրավիրում ցույց տալու վերջին տարիներին Հայաստանի կողմից ձեռք բերված սպառազինությունը եւ տեխնիկան եւ դահլիճում կամ մարդիկ, ովքեր այդ այցերին ներկա են եղել կամ կազմակերպում են, եւ մենք երբ որ մարդկանց հրավիրում ենք, դա ակնհայտ է, չէ, որ մենք նշանակմա ցույց տալու բան ունենք, մենք ուզում ենք մարդիկ տեսնեն, որովհետեւ մենք համոզված ենք, որ այդ տպավորությունները կլինեն։ Բայց ես ուզում եմ մի շատ կարևոր նրբության անդրադառնալ, որը մեր իրականության մեջ կարծես թե ընկալված չի։ Այո, մենք Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար շատ լուրջ միջոցներ ենք ձեռք բերել այսօր արդեն շատ լուրջ միջոցներ ենք ձեռք բերել։ Հարց է ծագում, բայց ինչու մենք այդ միջոցները ձեռք չենք բերում, ասենք նախկինում։ Որ նախկինում, եկեք պայմանական ես մի ամսաթիվ նշեցի 2022 թվականի հոկտեմբերի 6։ Ինչու մենք այդ միջոցները ձեռք չենք բերում 2022 թվականի հոկտեմբերի 6-ից առաջ։ Միթե մենք չէինք ուզում, միթե մենք չենք դիմում։ Մենք դիմում էինք բոլորին։ Բայց մեզ ասում են շատ քաղաքավարի մեզ մերժում էին եւ ասում են մենք ուղղակի հրաժարվում ենք ձեզ սպառազինություն վաճառել, որովհետեւ մենք համոզված չենք, որ դուք այդ սպառազինությունը տեղակայելու եք ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքում։ Ավելին, մենք կասկածներ ունենք, որ այդ միջոցները կարող են օգտագործվել ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս։ Եվ 2022 թվականին, երբ որ մենք Պրահայում հայտարարեցինք Ադրբեջանի հետ արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա եւ ոչ միայն մենք դա հայտարարեցինք, այլև մեր քաղաքականությունները վերաձևակերպեցինք այդ տրամաբանությամբ, ըստ էության սպառազինության պաշտպանական միջազգային շուկան մեր առաջ բացվեց, որովհետև մենք ասացինք, որ Հայաստանի Հանրապետության բանակը իր ինքնիշխան տարածքից դուրս չի կիրառվելու եւ մենք ըստ էության
այդպիսի դե յուրե պարտավորություններ պատրաստ ենք ստանձնել։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մենք հայտարարեցինք, հռչակեցինք, որ Հայաստանի Հանրապետության բանակը կարող է կիրառվել միայն պաշտպանական նպատակներով եւ միայն ինքնիշխան սեփական միջազգայինորեն ճանաչված տարածքի ներսում։ Իհարկե այդտեղ նյուանսներ կար կապված սահմանազատման եւ այլնի հետ, մենք դա էլ պարզաբանեցինք, որ քանի որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը համատեղ գործունեության ընդունված է, եւ մենք համոզված ենք, որ այս պահի խնդիրները, որոնք կապված են մեր ինքնիշխան տարածքների հետ, որոնք չեն գտնվում մեր վերահսկողության ներքո, դրանք բոլորը կլուծվեն սահմանազատման գործընթացում, հետեւաբար մեր բանակը ինքնապաշտպանականից բացի այլ խնդիր չունի։ Եվ հետո պարզվեց, որ այդ դեպքում շատ դեպքերում կարիք չկա, որ մենք գնանք դռներ ծեծեն։ Մեզ ասում են, իսկ մենք ձեզ կարող ենք առաջարկել սա, մենք ձեզ կարող եւ պաշտպանական, սպառազինության պաշտպանական ամբողջ շուկան, գլոբալ շուկան Հայաստանի Հանրապետության առաջ բացվեց։ Չեմ էլ ուզում թաքցնեմ, այդտեղ կա երկրորդ նյուանսը նույնպես, որը կապված էր հապկի հետ, որտեվ երկրորդ նյուանսն էլ դա էր, որովհետև հապկի մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր, երկրորդ, ես նույնիսկ չի ասի երկրորդ, նույնիսկ երրորդ, չորրորդ, բայց այնուամենայնիվ խոչընդոտ էր միջազգային այս շուկային հասանելիություն ունենալու համար։ Բայց մենք 2022 թվականին ուրիշ իրադրություն ունեինք, մենք ունեինք իրադրություն, որ նույնիսկ $100 միլիոն մենք ունեինք վճարումներ, որ պետք է ստանայինք դրա դիմաց տեխնիկա, սպառազինություն եւ տեխնիկա, եւ մեզ երբեմն քաղաքավարի, երբեմն ոչ այդքան քաղաքավարի, պարզապես այդ մատակարարումներ չէր իրականացվում։ Եվ այստեղ այս իրադարձություններն են, որ մեզ հանգեցրել են եզրակացությունների, որ մենք ինչպես պարոն Սաֆարյանն ասենք, այդ պարադիգմա պետքա փոխենք, որովհետև այն բանաձևերը, որով մենք ճանաչում ենք աշխարհը, այդ բանաձևերը չեն ապահովում մեզ համար անհրաժեշտ կենսական իրողությունների եւ իրադրությունների ստեղծումը, եւ նաեւ այդ էր պատճառը, որը լեգիտիմ որոշում էր, մենք սառեցրինք մեր անդամությունը հապկին եւ սա շատ կարևոր նյուանսներ են, որ նրբություններ են, որ մեր իրականության մեջ ընկալված չի, որովհետեւ այս հարցը պիտի շատ կոնկրետ պատասխան ստանա եւ ես կարևոր եմ համարում, որ այս նրբությունները մեր հանրությունը արձանագրի եւ նաեւ միջազգային հանրությունը տեսնի, որ Հայաստանի Հանրապետությունը հենց այս կոորդինատներում է դիրքավորվում, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, որը այս սկզբունքներով առաջնորդվում է։ Դուք նշեցիք եւ շատ կարեւոր է նախորդ տարի մենք շատ էական էր Եվրամիության անդամագրվելու, Հայաստանի Հանրապետության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը, որը էլի անկյունակարային նշանակություն ունի մեր երկրի առաջին հերթին անկախության եւ ինքնիշխանության ապահովման եւ ավելի բարձր մակարդակ ապահովելու տեսակետից ես ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել կառավարության ընկալումը այդ իրադրության նկատմամբ։ Արդյոք մենք ուզում ենք լինենք Եվրամիության լիիրավ անդամ։ Այո, աներկբա եւ միանշանակ։ Ինչպես ենք դա պատկերացնում։ Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ որևէ երկիր եւ նախորդող շրջանի փորձը ցույց տվեց, այսինքն այդտեղ չկա, որ աշխարհքաղաքական կամ այլ նպատակահարմարությամբ երկրին չեն ընդունում Եվրամիության անդամ, որովհետեւ դրա համար կա մի շատ մեծ եւ կարեւոր նախապայման։ Երկիրը օբյեկտիվորեն պետք է համապատասխանի Եվրամիության ստանդարտներին։ Լավ, կարող է ոչ թե 100% համապատասխանի, բայց գոնե 97, 98, 99% պետք է համապատասխանի։ Հակառակ դեպքում խնդիր դնելը այդ
պայմանի շրջանցմամբ դառնալ Եվրամիության անդամ, դա ուղղակի ժամանակի եւ էներգիայի կորուստ է։ Հիմա մեր ռազմավարությունը ամբողջը հետեւյալն է. մենք շատ ամուր եւ հստակ պետքա գնանք Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհին։ Այ երբ որ սա տեղի կունենա, այդտեղ գալիս է քաղաքական որոշման հարցը, որտեղ մենք պետք է մեզ հաշիվ տանք, ի վերջո Եվրամիությունը կարող է որոշել, որ չի ընդլայնվում ինքը այլևս, կարող է նաև հակառակը տեղի ունենալ, բայց կարող է դա որոշել։ Այսինքն այս կետում, երբ որ մենք համապատասխանում ենք, մենք ունենք երկու տարբերակ, կամ մեզ ընդունում են Եվրամիության անդամ, սա հնարավոր է միայն ստանդարտին համապատասխանելու դեպքում, կամ մեզ չեն ընդունում ինչ-ինչ պատճառներով Եվրամիության անդամ։ Երկու դեպքում էլ Հայաստանի Հանրապետությունը շահած է դուրս գալիս։ Մի դեպքում մենք դառնում ենք Եվրամիության լիարժեք եւ լիիրավ անդամ, երկրորդ դեպքում մենք չենք դառնում Եվրամիության անդամ, բայց լինում ենք Եվրամիության ստանդարտներին համապատասխանող ժամանակակից ստանդարտներին համապատասխանող պետություն։ Եվ սա շատ կարևոր է։ Հիմա հաջորդ նրբությունը, մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ մենք չենք կարող միևնույն ժամանակ լինել Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Բայց հիմա ուրիշ իրողություն է պարզվում, որ այնուամենայնիվ տարածք կա եւ այս ճանապարհով գնալ եւ լինել Եվրասիական տնտեսական միության անդամ։ Եվ մենք հիմա այսօր այդ տարածքի մեջ ենք։ Մենք հստակ ենք հայտարարում, մենք ձև չենք անում։ Մենք հստակ հայտարարում ենք, որ մենք գնում ենք այս ճանապարհով։ Բայց մենք այսօր Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, ինչը նշանակում է, որ այս կետում անհամատեղելիություն չկա, հակառակ դեպքում դա հնարավոր չէր լինի։ Հետևաբար այնքան ինչքան համատեղելիությունը հնարավոր կլինի, մենք կշարունակենք նաև մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Երբ որ այլևս համատեղելիության անհնարինություն կարձանագրի, մենք դա գիտենք, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ կկայացնենք այն որոշումը, որը կբխի Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազատ կամ արտահայտությունից եւ իմիջայլոց ես էլ չեմ ուզում բան անեմ, թաքցնեմ։ Էդ էլ չեմ ուզում թաքցնեմ եւ չեմ ուզում դիվանագիտական սեթևեթանքի ժանրին տրվեմ։ Մեր կառավարության մեծագույն առաքելություններից մեկը ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ունենա ընտրություն։ Ընդհանրապես մեր նորանկախ շրջանի ամենակարևոր արձանագրումներից մեկը մենք ինչ տարբերակ ունենք, մենք ինչ ընտրություն ունենք, ներսից են ասում, դրսից են ասում, դուք ինչ տարբերակ ունեք, դուք չունեք տարբերակ, մի տարբերակա կամ մի տարբերակ էլ չի 0.5 տարբերակա, 0.1 տարբերակա, 0.01 տարբերակա, ոչ, մենք ունենք տարբերակներ։ Մենք ունենք տարբերակներ եւ մեր կառավարության մեծագույն առաքելությունը ես համարում եմ, որ մեր ժողովուրդը տենց շիվարածի կարգավիճակով չլինի, որ մենք չունենք տարբերակ։ Ոչ ժողովուրդ ջան, մենք ունենք տարբերակներ եւ մեր այս ընթացքը ցույց տվեց, որ մենք ունենք տարբերակներ եւ մենք այդ տարբերակները հիմա այդ տարբերակների մենյուն ստեղծում ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար եւ բնականաբար երբ որ դրա անհրաժեշտ բայց մենք նաեւ առաջնորդում ենք այդ մենյուի մեջ մենք առաջնորդում ենք եւ ասում ենք, որ այո, քանի որ ժողովրդավարությունը մեզ համար ընդամենը հանգամանքների պատահական հանգամանքների բերում չէ, այլ մեզ համար ռազմավարություն է, բնականաբար ժողովրդավարական երկիրը ձգտում է լինել ժողովրդավարական երկրների միջավայրում եւ մենք գնալու ենք այս ճանապարհով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարգարժան դեսպան Մարագոս, կուզեի դուք իհարկե անդրադարձաք որոշ չափով հետագա քայլերին, նաև քաղաքասերակցության հետ համագործակցության։ Կուզեի հիմա ձեզ հարցնել մի քիչ ավելի մանրամասնեք, որտեղ են հատվում Հայաստան-ԱՄՆ եւ Հայաստան-ԵՄ համագործակցությունը մեր այսօրվա այս քննարկումների ավելի լայն թեմայի համատեքստում եւ ինչպիսի գործիքակազմեր կան այդ հատումների համար։ Շնորհակալություն։
Thank you very much. Of course, Շատ շնորհակալություն։ Ինչ խոսք, մենք սերտորեն աշխատում ենք ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ եւ կուզեի հիշեցնել նրանք, ովքեր հնարավոր է մոռացած լինեն, որ դիմակայունության եւ աճի ծրագիրը ներկայացվեց Երակոմ համատեղ հանդիպման ժամանակ կրկին անգամ ԱՄՆ-ի ներկայությամբ 2024 թվականին դեռ ինչը մոռացվել է, որովհետեւ մենք կենտրոնանում ենք 25-ի բազմաթիվ ձեռքբերումների վրա, բայց դիմակայունության եւ աճի ծրագիրը կարծում եմ շատ կարեւոր բաղադրիչ եղավ մեր համագործակցության այդ փուլում եւ մենք հիմա աշխատում ենք այդ դիմակայունության աճի ծրագրի իրականացման ուղղությամբ հանձնակատարկոսի այցը նշեցի սեպտեմբերին այդ այցը եղավ եւ շնորհակալ եմ կառավարությանը հանձնակատարին հյուրընկալելու համար շատ կարեւոր այց էր քաղաքականության բարձրաստիճան երկխոսությունը նախաձեռնեցինք այդ ժամանակ նվիրված դիմակայունության եւ աճի ծրագրի իրականացմանը մենք նաեւ կառավարության հետ ունենք ներդրումային հարթակ, որտեղ մանրամասնորեն քննարկում ենք այս ներդրումները, փորձում ենք բազել խնդիրները, խոչընդոտները եւ հետո լուծումները, որպեսզի դրանք լուծելու ուղղությամբ ընթանանք, շատ ուրախ եմ տեսնել, որ հիմա դա իրականացվում է, ներկայումս մենք աշխատում ենք շատ կարևոր մի փուլում դիմակայունության աճի ծրագրի իրականացման եւ սա նոր բազմավոլորտային բյուջետային աջակցությունն է, որը կցուցաբերենք կառավարությանը շատ կոնկրետ բարեփոխումների համար կապված տնտեսության բազմազանեցման հետ, հասարակական համախմբվածություն, դիմակայունություն եւ նաեւ կապակցվածության բարեփոխումներ։ Մենք քննարկում ենք նաեւ հենց այն ինչ վարչապետը նշեց ստանդարտների ճշգրտումը Հայաստանում, հատկապես էներգետիկա եւ տրանսպորտի ոլորտներում, քանի որ կապակցվածությունը միայն ենթակառուցվածքի մասին չէ։ Ենթակառուցվածքը շատ կարեւոր է, պահանջները շատ բարձր են, գնումներ, պրոյեկտների պատրաստման տեխնիկական հարցեր, տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, բայց նաեւ բարեփոխումներ կապված այդ պրոյեկտների իրականացման հետ, ինչպես նաեւ թե ինչպես են այս ծրագրերն ազդելու արժեշտության վրա, հարևտրի վրա, ծառայության վրա։ Նշան նաև, որ Հայաստանը վերջերս մասնակցել է մաքսային 2 կարևոր ծրագրերի, Customs եւ Fiscalis ծրագրերին Եվրամիության, որոնցով տեխնիկական աջակցություն կցուցաբերվի եւ շուտով կնորմալացվեն ուսանք հարաբերությունները եւ ապաշրջապակվեն Թուրքիայի հետ հարաբերությունները, որը շատ կարեւոր է եւ ես ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի համար նշեմ, որ Թուրքիան Եվրամիության հետ մաքսային միության անդամ է, մենք առանձնակի պարտավորություն ունենք միասին աշխատելու հատկապես այս ոլորտում։ Հիմա մենք աշխատում ենք բյուջեի աջակցման ծրագրի մանրամասների վրա, ուզում եմ նաեւ հիշեցնել շուտով կարող ենք մոռանալ, բայց շնորհակալ եմ, որ Քրիստինան նշեց այս մասին։ Մենք մեծ աջակցություն ենք ցուցաբերում փախստականներին, այդ աջակցությունը մատասիրական աջակցության տեսքով է եղել, ինչպես նաև կրկնեմ դրամական աջակցության մի մասն է, որը կառավարության կողմից է տրամադրվել։ Այն փոխհատուցվել է Եվրամիության կողմից բյուջետային աջակցման, բյուջեի աջակցման ծրագրով։ Երբ մենք հիմա կառավարության հետ աշխատում ենք բնակապահովման ծրագրի իրականացման ուղղությամբ, ինչը շատ կարևոր է։ Արդեն նշեցի շատ նորարարական լրացուցիչ աջակցություն մասնավոր հատվածի հետ միասին, փախստականներին աջակցելու նման ծրագրերը մենք կշարունակենք, մենք նաև ակնկալում ենք, որ շատ ավելին կանենք մասնավոր հատվածի համար մոտակա ժամանակահատվածում։ Ես ուզում եմ հետ գնալ բարեփոխումներին, որոնք կապված են ՍԵՊԱ իրականացման հետ։ Հիմա ավելի հրատապետ է դառնում ու շատ ավելի կարևոր Հայաստանի եվրոպական չափանիշներ կիրառելու նկրտումների համատեքստում։ Այս բարեփոխումների համար լավ ու կարևոր ներդրումներ են պետք պետական կառավարման մեջ, ոչ միայն կառավարության, այլ նաև անկախ կառույցների մեջ։ Դրանցից շատերը այդ կառույցները բարեփոխման գործընթացում են հիմա, վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի համատեքստում
շատ կոնկրետ բարեփոխումներ կան, որոնք ազդում են օրինակ սահմանների կառավարման անձնական տվյալների պաշտպանության վրա։ Կառավարությունը կարծում եմ լիարժեք աջակցում է եւ արդեն որոշումներ կայացրել, որոշումներ ընդունել է բոլոր այս ոլորտներում առաջ շարժվելու համար եւ սրա համար պահանջվի ներդրում պետական կառավարման ոլորտում ոչ միայն քանակական, այլ նաեւ որակական, ընթացակարգային պարտականությունների սահմանում, լիազորությունների սահմանում պետական պաշտոնյաների, ինչպես նաեւ կառավարիչների, ոչ միայն քաղաքական պաշտոնյաները պետք է պատասխանատվություն ստանձնեն, այլ նաեւ մենեջերները վարչական մակարդակում։ Ընթացակարգերը պետք է ավելի հստակեցվեն, բնականաբար կառավարության առաջնորդմամբ կամ անկախ կառույցների առաջնորդության ներքո ես շատ ուրախ եմ նշել նաեւ, որ դեկտեմբերին մենք ներկայացրել ենք շատ կարևոր մի ուսումնասիրություն, որը օգտակար կլինի, եթե մենք կարողանանք նաև ներկայացնել կառավարության անդամներին, այն ներկայացվեց կոնֆերանսի ժամանակ փոխվարչապետ Գրիգորյանի հետ մասնակցությամբ ներկայացվեց տեխնիկական աշխատողներին, բայց շատ հետաքրքիր ուսումնասիրություն է, որը մենք նաև խորհրդարանին ներկայացրեցինք։ Այդ ուսումնասիրության մեջ Հայաստանն առաջին անգամ համեմատվում է Արևմտյան Բալկանների ընդլայնման երկրների հետ։ Սիգման ուսումնասիրությունը կատարել է նույն ելակետային գնահատում Արևմտյան Բալկանների երկրների համար, որոնք ցկտում են Եվրամիությանն անդամակցել եւ արդեն աշխատում են այդ ուղղությամբ։ Հետաքրքիր է, որ ուսումնասիրության արդյունքների համաձայն Հայաստանը շատ մոտ է այդ երկրների միջին ցուցանիշներին։ Որոշ ոլորտներում ավելի առաջ գնացած, որոշ ոլորտներում պակաս առաջ գնացած, բայց ունի ավելիին հասնելու ներուժ։ Ուզում եմ նշել կարողությունների զարգացումը պետական կառավարման բարեփոխումների ոլորտում, ոլորտ, որտեղ մենք պետք է լրացուցիչ ներդրումներ անենք։ Հավատացած եմ նաև, որ սա կարևոր ներդրում է Հայաստանի ինքնիշխանության, անկախության, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողության համար եւ ինչպես վարչապետն ասաց նաեւ հարգանք վայելելու, հարգանք վաստակելու գործընկերների կողմից, որը շատ կարևոր է եվրոպական ինտեգրման համատեքստում լայն իմաստով։ Ահա բոլոր այն ոլորտները, որոնցում մենք աշխատելու ենք միասին եւ իհարկե Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի համատեքստում եւ բոլոր երկկողմ քննարկումների հետ կապված վարչապետը դիմել է գագաթնաժողովի հանդիպում այդ նույն ժամանակ կազմակերպվի Եվրոպական քաղաքական համայնքին զուգահեռ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ շատ կոնկրետ սպասվող արդյունքները պետք է ձևակերպենք, պետք է նաեւ աշխատենք օրինակ քաղաքացիական ավիացիայի ոլորտում ենք աշխատում, դժբախտաբար Հայաստանը դեռևս մնում է քաղաքացիական ավիացիայի բացասական ցանկում Եվրամիության շրջանակում, բայց մեծ ահռելի առաջընթաց կա։ Գնահատումներ ենք իրականացրել այս տարվա ընթացքում, ու շատ փոքր է կարճը ցանկը հիմա այն առաջնահերթությունների, որոնց ուղղությամբ միասին պիտի աշխատենք հաջորդ մի քանի ամիսներին, որպեսզի այդ ցուցակից դուրս գա Հայաստանը։ Հիմնական խնդիրն այստեղ իհարկե քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն է, ապահովությունը բոլոր գործառնությունների։ Այս առումով շնորհակալ եմ բոլոր իրավասու մարմիններին, որոնք ջանք ու եռանդ չխնայելով աշխատելով, որ այդ ստանդարտները կյանքի կոչեն։ Մենք նաև թվինինգի ծրագիր կնախաձեռնենք այս ոլորտում Ռումինիայի հետ։ Շնորհակալ ենք, որ հնարավորություն ընձեռեցիք խոսելու այս գործընթացների մասին։ Մենք իսկապես կուզենք շատ կոնկրետ արդյունքներ տեսնել հաջորդ մի քանի ամիսներին, որպեսզի մենք նույնպես կարողանանք ընդգծել եւ ցույց տալ այն ամենը, բոլոր այն արդյունքները, որոնք մեր աշխատանքի արդյունքում վերջին ժամանակահատվածում ստացել ենք։ Ես նշեցի հանձնակատար Քոսի այցը դիմակայունության աճի ծրագրի եւ այլ կոնկրետ ծրագրերի իրականացումը գնահատելու համար, հատկապես կապակցվածության ոլորտում, բայց նշեմ նաեւ, որ մենք աշխատում ենք կառավարության հետ, որ հանձնակատար Բրուների այցը կազմակերպենք, ով Բիզանդերի ազատականացման համար է պատասխանատու, քանի որ սա կրկին ասեմ շատ դինամիկ գործընթաց է, հիշեցնեմ, որ Բիզանդերի ազատականացման միակ երկխոսությունն է սա, որը Եվրամիությունը ամբողջ աշխարհում հիմա ունի, որը կրկին ասեմ, ըստ Հայաստանի դերն է ընդգծում շարժունակության համագործակցության
ոլորտում, որովհետև բոլոր մյուս նման համագործակցությունները այդպիսի նպատակ չեն հետապնդել։ Մենք շատ կարևորում ենք մոտակա ժամանակահատվածում առաջընթացի ձեռքբերումը։ Պիտի ընդգծեմ, որ առաջընթացը կախված կլինի նրանից, թե ինչքանով երկու կողմերը կկարողանան արդյունքներ ստանալ, մասնակցել հանդիպումների եւ հատկապես ինչքանով Հայաստանի իրավասու մարմինները կկարողանան անհրաժեշտ բարեփոխումները իրականացնել։ Եվ հենց այստեղ է, որ մեր տեխնիկական աջակցության բոլոր ծրագրերը, կարողությունների զարգացման ծրագրերը այս ուղղություններով են։ Շնորհակալություն։ Thank you, Mr. Ambassador. Հարգարժան տիկին դեսպան, նույն հարցն էլ ձեզ եմ ուզում ուղղել, եթե այլ տեսակետից ունեք ասելիք, ավելացնելիք այս հարցի կապակցությամբ, խնդրեմ։ Thank you. Շնորհակալություն։ Maybe just add a few Նավելացնեմ ընդհանրապես մի քանի մեկնաբանություն։ already discussed. Վասիլիսի ներկայացրեցին նախ կասեի, որ ինչպես Վասիլիսը նշեց 2024-ի Երակոմ կոնֆերանսը տեղ ունեցավ Բրյուսելում, որտեղ ԱՄՆ, Եվրամիությունը եւ վարչապետը մասնակցեցին։ Ես կարծում եմ դա կարևոր մեկնարկ էր։ Մենք միշտ էլ համագործակցել ենք, բայց դա ավելի ֆորմալ, ավելի ինտենսիվ համագործակցության մեկնարկներ բոլորիս մեր միջև մեզ բոլորիս համար։ Ես տեսել եմ, որ Եվրամիության ու ԱՄՆ-ի Հայաստանին աջակցելու ջանքերը եղել են իրար փոխ լրացնող, դրանք իսկապես օգնել են լրացնելու այն բացերը, որոնք հնարավոր է մեկը չի կարողացել, մյուսը կարողացել է ստանձնել եւ դա անել։ Ես վաղուց Եվրամիության սահմանների դիտարկման առաքելության երկրպագու եմ, այն շատ արդյունավետ է, խիստ արդյունավետ է եղել, երբ նրանք տեղակայվեցին, արդեն տեսակ կտրականապես նվազեցին անդրսահմանային միջադեպերը եւ ես բարձր եմ գնահատում դիտորդական առաքելության տերը եւ իրենց եմ վերագրում այդ հաջողությունը։ Առաքելության գալուց ի վեր դա շարունակվել է ստացակավաթիվն կամ ընդհանրապես չկան միջադեպեր սահմանին, որ նստիս հույժ կարևոր է հայաստանցիների համար, հատկապես նրանց, ովքեր սահմաններին մոտ են ապրում, որպեսզի ապահով ու անվտանգ զգան իրենց տներում։ Մենք կանոնավոր կերպով աշխատել ենք Եվրամիության հետ, որպեսզի տարբեր հարցերի լուծումներ տանք։ Կամ մի ոլորտ, որում միասին աշխատում ենք եւ աշխատում այնպես, որ հակասություններ չլինեն։ Դա սահմանների կառավարման եւ սահմանների անվտանգության ոլորտն է։ Եվրամիության վիզաների ազատականացման քննարկումների շրջանակում իրենք բավական շատ աշխատում էին այդ ոլորտում, նույնը նաև մենք մեր TRIP գործընթացի շրջանակում մենք սերտորեն համագործակցում ենք, որպեսզի կրկնողություն չլինի եւ ամբողջ աշխատանքը արվի։ Համագործակցությունը լավն է, TRIP-ի շնորհիվ ակնկալում ենք բազմաթիվ նախագծեր, որոնք պետք է ընդհանուր TRIP շրջանակի ներքո ավարտին հասցվեն։ Ես գիտեմ, որ բազմաթիվ հնարավորություններ կան եվրոպական ձեռնարկությունների համար աշխատելու այդ նախագծերի շրջանակում եւ ես համոզված եմ, որ մոտակա ամիսներին մենք կսկսենք նրանց հետ քննարկումները, որպեսզի լավագույն իրագործողները այդ տեսլականը կյանքի կոչեն։ Շնորհակալություն։ Եվ Thank you. գիտակցում եմ, որ մեր ժամանակը մոտենում է ավարտին, բայց քանի որ մեր լսարանի մեծ մասը քաղաքասարակությունից է եւ գիտեմ, որ իմ գործընկերներն ինձ չեն ների, եթե այս հարցն էլ չտամ, պետքա ուղեմ այս մեր քննարկման համատեքստում ինչպես եք պատկերացնում համագործակցությունը հայաստանյան քաղաքասարակության հետ, որովհետեւ հայտնի է, որ Հայաստանի քաղաքասարակությունը կարող ուժ է այս հետ անկախացումից ի վեր անդադ կարևոր նախաձեռնություններով եւ իր կարողություններով եւ իր քննադատական կառուցողական նաեւ կտրուկ ձայնով շարունակաբար հանդես է եկել։ Խնդրեմ, կուզեի, որ նաեւ այդ մասին խոսեինք։ Շնորհակալ եմ։ 2-3 րոպե։ Շատ լավ, մենք պատկերացնում ենք, որ եւ ցանկանում ենք, որ լայվի այդ համագործակցությունը, բայց դրա համար շատ կարեւոր է, որ ռազմավարական հարցերի շուրջ մենք ռազմավարության շուրջ մենք ընդհանուր տեսլական ձևավորենք, որովհետեւ շատ դեպքերում այդ համագործակցությունը, գիտեք ինչ, այդ 20, 22, 20, 21, 22,
23 թվականներին այդ համագործակցությունը չի ստացվել, ինչի, որովհետև ըստ էության կառավարության մոտ սոցիալ հոգեբանական տրանսֆորմացիայի շրջան ա եղել եւ մենք այս ինչ որ նոր ասցի այդ վերաձևակերպումների, վերագնահատումների փուլում ենք եղել եւ մենք Հայաստանում ընդհանրապես կարծում եմ եւ հասկանալիորեն առաջնորդել ենք այդ process-ը եւ հաջորդին մենք արդեն սկսել ենք եւ հանրության եւ քաղաքացիական հասարակության հետ կիսել մեր տեսլականը ինչա տեղի ունենում եւ ինչի համար է տեղի ունենում եւ դա հեշտ process չի եղել։ Հիմա փառք ասում ենք մի իրավիճակում ենք եւ շատ բաներ որ ես հիմա ասում եմ 3 տարի առաջ մենք բարձրաձայն դա չէինք ասի, որովհետեւ դրանք աշխատանքային եւ նույնիսկ մենք էլ մտածում ենք, այս ճիշտ ենք մտածում, այս ամեն ինչը որ մտածում ենք եւ այդ process-ը կար, ես հիմա եւ ես կարծում եմ, որ պետք է հնարավորինս ընդլայնել այդ համագործակցությունը, այո, ձեր նշած հարցերի ավելի խորքային բազմակողմանի դիտելու քննական եւ քննադատական դիտանկյունից դիտելու, բայց ինչքան էլ դուք ասցիք եւ մենք այդտեղ հիմա նույնիսկ ինստիտուցիոնալ որոշումներ ենք կայացնում կառավարությունում, վարչապետի աշխատակազմում, ներառական կառավարման տրամաբանություն եւ մենք մտածում ենք թե այլ ինչ կարող ենք անել։ Ես ուզում եմ միանշանակ եւ աներկբա ասել, որ այդ ոլորտում կառավարությունը ունի բացարձակապես ոչ մի սահմանափակում։ Այսինքն խնդրում եմ իմ ասածը ձև եւ չափազանցություն չդիտարկել, բացարձակապես որևէ սահմանափակում մենք չունենք, որովհետև մենք ինքներս էլ մեզ օրգանական կապի մեջ ենք զգում քաղաքացիական հասարակության հետ։ Բայց ես չեմ կարող երկու թեմայի չանդրադառնամ, պարոն դեսպանը անդրադարձավ ավիացիոն սև ցուցակի խնդրին եւ այդ կապ ունի քիչ առաջ իմ նշած ստանդարտի թեմայի հետ, որովհետև այսօր մեզ ասում են, լսեք, բա ասում եք Եվրամիության հետ լավ եք, բա այդքան գնում եք, գալիս եք, նկարվում եք, ամբողջ օրը Բրյուսելներում, բա այդ հարցը չեք կարողանում լուծել, բա կարողա ճիշտ չեք մոտենում եք, սիրելիներս, ստանդարտի հարցը հասկանում եք, ստանդարտի հարցը պետք է աշխատել այլ կերպ։ Այդ հազար ներողություն, այդ բանը մեր իմացած այդ սովետական այդ ձևերը, որ բա չենք կարող մի բան անենք, մի բան լինի։ Բանը, որը մենք պետք է անենք, մեր աշխատանքի եւ մոտեցումների ստանդարտը փոխելն է։ Եվ ստեղ ես անկեղծ ասեմ, շնորհակալ եմ Եվրամիությանը, որովհետև եթե այդ սև ցուցակը չլինի, մենք ոչ մի խնդիր չունենք։ Մենք այդ թեմային ինքնուրույն չենք առերեսվի, որովհետև Հայաստանում կա դասարանցի, բանակի ընկեր, չգիտեմ, խնամի, քավոր եւ այլն, հենց եվրոպական ստանդարտն է դա, որ լսեք կապ չունի ով խնամինա, ծանոթնա, բարեկամնա։ Այդ ինքնաթիռը պետքա թռնի եւ վայրեջ կատարի, հասկանում եք, պարզ բան պետքա թռնի եւ վայրեջ կատարի։ Եվ դրա համար պետքա լինեն որոշակի բաներ, ինդիկատորներ, որ համոզիչ որոշակի համոզմունք կտան, որ այդ ինքնաթիռը թռնելու է, իջնելու է։ Այսինքն մենք ուզում ենք անընդհատ խնդիրը լուծենք այլ կերպ։ Եվ սա շատ կարևոր, էլի ստանդարտի հարց է։ Կունենանք այդ ստանդարտը, այսինքն չեմ հարցնում, կունենանք այդ ստանդարտը, բայց խնդիրը մեր մեջ է, Եվրամիության մեջ չի։ Եկեք ընդհակառակը Եվրամիություն հենց այդ է հնարավորությունը, որ Եվրամիությունը մեզ ավելի լավ տեսնում, ասում անկերներ, գիտեք, դուք այստեղ խնդիր ունեք։ Ուզում եք լուծեք, չեք ուզում մի լուծեք, ոչ մի խնդիր չկա, բայց ես չեմ թույլ տա, որ իմ բնակավայրերի վրայով թռնի ինքնաթիռ, որը չի անպատասխանում, կամ իմ քաղաքացիները եւ այլն եւ այդպես շարունակ, որը շատ նորմալ մոտեցում է, եւ առաջինը մենք պետքա դա ասենք։ Եվ այստեղ նեղանալու ոչ մի բան չկա, եւ սա օգնում է մեզ որոշումներ կայացնել, եւ իհարկե մենք անհամբերությամբ սպասում ենք եվրոպական քաղաքական համանքի գագաթաժողովին Հայաստանում եւ հարգելի դեսպանները ներկա են, ես իհարկե իմ գործընկերներին տարբեր առիթներով անձնապես եմ հրավիրել, բայց մենք ակնկալում ենք ամենաբարձր մակարդակի մասնակցություն եվրոպական քաղաքական համանքի գագաթաժողովին եւ իհարկե նաեւ Հայաստան Եվրամիություն գագաթաժողովին ենք սպասում, որի հետ կապված պայմանավորվածությունները նույնպես ձեռք են բերվել։ Ես ինչի համար եմ ասում, տեսեք 2025-ը այդպիսի շատ ծանրակշիռ շրջադարձային տարի է, բայց համոզված եղեք 2026-ը պակաս շրջադարձային տարի չի լինելու։ Շնորհակալություն։
civil society is very important. Քաղաքացիական հասարակությունը շատ կարևոր է։ Եվրոպական միության գեների մեջ է։ Եվրոպական միությունում գիտեք առաջին կառույցներից մեկը տնտեսական սոցիալական հանձնաժողովն է եւ շատ կարևոր է հասարակությունների ներսում երկխոսությունը անկախ քաղաքացիական հասարակության կողմից զարգացումների դիտարկում եւ աշխատանք քաղաքացիների հետ եւ շնորհակալ եմ վարչապետին, որ դուրը բացել է ապագայում ավելի լայն համագործակցության համար։ Մենք նաեւ գիտավերլուծական կենտրոնների հետ ենք աշխատում մեր պատվիրակությունը։ Գիտավերլուծական մտածական կենտրոնները Հայաստանում շատ կարևոր դեր են խաղում, օգնում կառավարությանը որոշումներ ձևակերպել եւ աջակցում տեխնիկական, փորձագիտական մակարդակում, որի անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում կարող է լինել։ Այսօր մենք խոսում ենք անվտանգության ոլորտի մասին, անվտանգության ոլորտում դուք շատ կարևոր մտավերլուծական կենտրոններ ունեք, որոնք խաղում են կարևոր դեր եւ ապագայում ավելի կարևոր դեր կարող են ունենալ քաղաքացիների, քաղաքասարակության հետ, նաեւ հարևան երկրների քաղաքասարակությունների հետ աշխատելու հարցում մտավերլուծական կենտրոնների եւ քաղաքասարակությունը շատ կարևոր դեր կարող են ունենալ նաեւ տեխնիկական, տնտեսական բնագավառներում, որոնց վարչապետը անդրադարձավ եւ մենք այդ ուղղությամբ ենք աշխատել քաղաքացիական հասարակության որոշ սուբյեկտների եւ մտավերլուծական հայաստանյան կենտրոնների հետ։ Նաեւ նշեմ մի բան էլ քաղաքացիական հասարակությունը շատ կարևոր դեր է կատարում ծառայություններ մատուցելու, խոցելի մարդկանց։ Ես այցելում եմ նախագծեր, որոնց Եվրամիությունն է մասամբ աջակցում, մասամբ կառավարությունը կամ այլ դոնորներն են աջակցում։ Օրինակ հաշմանդամություն անձանց հետ կապված կան ընտանիքներ, կան մարդիկ, ովքեր իսկապես ծանր պայմաններում են, բայց որ շատ կարևոր է նրանք այդ ոլորտում խնդիրների լուծումներ կարող են ստանալ եւ նշեմ մեր գործընկերությունը քաղաքասարակության հետ տասնականներին աջակցելու հարցում, օրինակ Օրիսում, Սյունիքում, շատ այլ վայրերում մենք իրենց հետ աշխատում ենք, իրենք հրաշալի աշխատանք են անում եւ շատ հաճախ ու կարծում եմ գրեթե միշտ է այդպես տեղական իշխանությունների հետ, տարածքային, մարզային իշխանությունների հետ ենք իրենց աջակցում։ Եվ այս ոլորտում էլ Հայաստանը կարող է բարեփոխումներում ապագայում օգուտներ քաղել, երբ օրինակ քննարկում ենք սոցիալական հարցերի նախարարությանը, մենք տեսնում ենք, որ երկարաժամկետ գործընկերության մեծ ներուժ կա այս բնագավառներում։ Մեկ ոլորտ եմ ուզում նշել, մեր համագործակցության ոլորտ, որում քաղաքասարակությունն ավելի մեծ դերակատարում կարող է ունենալ, դա ճանապարհների անվտանգությունն է։ Դժբախտաբար Հայաստանը երևի այն երկիրն է, որտեղ ավելի քիչ ենք առաջընթաց տեսնում այս ոլորտում ամբողջ տարածաշրջանում։ Մենք տարածաշրջանային ճանապարհների անվտանգության դիտակենտրոն ունենք եւ շատ մեծ կոնֆերանս ենք ամսվա վերջին կազմակերպում։ Շատ բան պետք է արվի այս բնագավառում եւ ոչ միայն ենթակառուցվածքի հետ կապված, այլ նաեւ ճանապարհների անվտանգության բարձրացման ստանդարտները հարգելու առումով, որպեսզի զոհերի թիվը կամ տուժողների թիվը ճանապարհային վթարների պարագայում նվազի։ Դա ծանր բեռ է ոչ միայն առողջապահական համակարգի, այլ նաև ընտանիքների համար։ Ես Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ եմ ճանաչում, որոնց անդամները տուժել են։ Աշխատանք այս ստանդարտների համար ոչ միայն որ Հայաստանը ավելի մոտ լինի Եվրոպային, այս ուղղությամբ երկու մենք բոլորս աշխատում ենք, այլ նաև որպեսզի օգնենք Հայաստանի քաղաքացիներին, որպեսզի իրենք ունենան եվրոպական ստանդարտներ։ Շնորհակալություն։ Արժան տիկին դեսպան, դուք եւս ասացիք, որ սա հանրային միջոցառման շրջանակում ձեր վերջին խոսքն է։ Կուզեի ձեր հրաժեշտի խոսք ուղղեք այս լսարանին եւ Հայաստանին։ Հրաժեշտի ուղերձը։ Microphone, please. Actually, I can do both. Երկուսն էլ կարող եմ անել եւ այստեղ հասարակության մասին ասելու էի, որ ըստիս Հայաստանի համար ահռելի ուժ է, որ Հայաստանը ունի ազատ եւ բաց եւ աշխույժ քաղաքացիական հասարակություն։ Տարածաշրջանի մի քանի այլ սուբյեկտներ չունեն այդպիսի ուժեղ աշխույժ քաղաքացիական հասարակություն, փաստորեն Հայաստանն ունի իրոք ուժ է, ինչն աջակցում է ձեր ժողովրդավարությանը եւ կաջակցի դրան ապագայում։ Պետք է ասեմ նաեւ, որ ԱՄՆ-ի պարագայում, ԱՄՆ-ի դեսպանատան համար քաղաքասարակությունը վաղուց է գործընկեր
երբեմն քաղաքասարակությունը կարող է նաև քննադատի դերում հանդես գալ, որը լավ է։ Արտաքին ձայները պետք են, որ ձեր ուշադրությանը ներկայացնեն որոշ հարցեր, որոնք հնարավոր է չես տեսնի, երբ ինքդ ես ներսում, կամ դեսպանատան փուչիկի ներսում, կամ կառավարության փուչիկի ներսում։ Ես ասեմ, որ բարձր եմ գնահատում քաղաքասարակության հետ մեր տարածքների գործընկերությունը, այդ գործընկերության արդյունքում ենք նաև հասել այսօրվա այս կետին, շարունակեք ձեր լավ աշխատանքը։ Շատ մեծ պատիվ է եղել ձեզ հետ աշխատելը։ Ես գիտեմ, որ դուք շարունակելու եք կարևոր դեր խաղալ ապագայում, եւ որ Հայաստանը եւ ԱՄՆ-ը եւ Հայաստանում ԱՄՆ-ի աշխատանքը դրանից ավելի լավը կդառնան։ Շնորհակալություն։ Այսքանով ուզում եմ ավարտել, շնորհակալություն հայտնել Տիկին դեսպանին, կազմակերպիչների անունից նաև եւ ներկաների Հայաստանում խիստ արգասաբեր առաքելության համար եւ հայտնի է, որ ամեն վերջ ինչ որ կարևոր նոր սկիզբ է եւ մաղթել նրան ամենայն հաջողություն եւ բարիք իր հաջորդ պլաններում եւ նախաձեռնություններում եւ պետք է խնդրեմ, որ մեր լսարանը ջերմ ծափողջություններով ճանապարհի դեսպանին Եվ նույնքան ջերմ ծափողջություններով ճանապարհենք մեր բոլոր բանախոսներին, հարգարժան պարոն վարչապետին, դեսպան Մարագոսին եւ գնանք մեր վաստակած սուրճի ընդմիջման։